Շենգավիթ վարչական շրջանում տարեց կնոջը դանակի բազմաթիվ հարվածներով սպանելու դեպքով մինչ օրս որևէ անձ չկա ձերբակալված։ Աղմկարուց դեպքից անցել է 1.5 ամիս, իրավապահ համակարգում բազմակողմանի քննություն է իրականացվում, սակայն ըստ էության ենթադրյալ մարդասպանները չկան։ Շենգավիթ վարչական շրջանում կնոջը դանակի հարվածներով սպանելու դեպքից առնու լրատվականը մանրամասներ էր հայտնի դարձել։ Տարեց կինս նախնական վարկածի վերոնշյալ հասցեում ապրել է Թորան հետ։ Վերջինիս թորը աշխատանքի է եղել ու երբ աշխատանքից վերադարձել է տուն, հայտնաբերվել է տատիկին սպանված, իսկ տունը տակնու վրա արված։ Ըստ նախնական վարկածի ենթադրյալ հանցագործը կամ հանցագործները բնակարան են մտել գողության նպատակով ու սպանել են կնոջը։ Նախնական տեղեկությունների համաձայն սպանված կինը տոկոսով փող է տվել մարդկանց փոխհարություն ու չի բացառվում, որ ենթադրյալ հանցագործները այս մասին իմացել են ու հավազակային հարձակում են իրականացրել։ Այս պահին, ինչպես հայտնեցինք, ձերբակալված անձ չկա, իրավապահները օպերատիվ աշխատանքներ են իրականացնում, նաև եւս մեկ վարկած է քննվում, որ միգուցե տարեց կնոջ հետ հաշվեհարդար են տեսել տոկոսով գումար վերցնողները, քանի որ տիկինը բազմիցս պահանջել է հետ վերադարձնել իր գումարը։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 9-ի գիշերը, օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի բնակարաններից մեկում կնոջ դիկա։ Առնու լրատվականը տեղեկացավ, որ անգամ դեպքի վայր էր ժամանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը։ Դեպքի մասին Գագիկ Շամշյանն էր հայտնել, նշելով, որ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները պատմել էին, որ սպանված կինը բարեկամներ ունի Միացյալ Նահանգներում եւ կարելի է ասել միայնակ է բնակվում։ Առավոտյան նա չի պատասխանել հարազատների հեռախոսազանգերին, իսկ ժամը 13-ից հետո, երբ սկսել է չպատասխանել, ազգականը եկել է տուն եւ հայտնաբերել է նրան մահացած, իսկ տունը ամբողջությամբ տակնու վրա արված։ Քրեական գործով նախաքննությունը քննչական կոմիտեում շարունակվում է, իսկ մինչ այժմ ձերբակալված անձ չկա։